Տիկին Էլբակյան, այսօր կրկին հանդիպել եք Դավիթին, նախ Դավիթի առողջական վիճակի մասին, այս փուլում ինչպես է իրեն զգում։ Դավիթի վիճակը ըստ իմ գնահատման ընդհանրապես որևէ դրական տեղաշարժ չուներ։ Այսօր Դավիթը առավել անտրամադիր էր, այսպես ասեմ, բացի գլխացավ, սրտխառնոց, գլխապտուղ եւ այլն, որի մասին անընդհատ խոսել ենք, անընդհատ իրեն ուղեկցում էր, բայց տարօրինակ ձևի այսօր շատ անտրամադիր էր։ Հիմա չեմ կարող ասել ինչն էր պատճառը, որտեղ ասի ավելի լավ է դու քնի մի փոքր հանգստացի, ավելի շատ ոնց որ շոտ հոգնած լիներ։ Համար հիմա դուրս եկա, մի 10 րոպե ընդամենը իր մոտ մնացի, բայց 6-ից հետո նորից իրեն կայցելեմ։ Իսկ իր ծնողներին էլի չեն թույլատրում այցելել։ Արգելված է։ Արտաքին աշխարհի հետ զանգը, տեսակցությունները ցանկացած անձի հետ սահմանափակված են, միայն տեսակցությունները փաստաբանների միջոցով։ Իսկ իր սնունդ ընդունել եւ մյուս հարցերով, որոնք հոգացության կարիք ունեն։ Հասկացա, հիվանդանոցը տրամադրում է սնունդ, իհարկե ըստ անհրաժեշտության եթե կարիքը լինի, ծնողը իրավունք ունի սնունդը տրամադրելու։ Սնունդը հիմնականում կերակրելը մայրապետերը շատ օգնում են, չեմ կարող ասել, որ մայրապետերը չեն անում, բայց աշխատում ենք ես եւ Լուսինե Մարտիրոսյանը դա անենք։ Մենք աշխատում ենք գանք, մենք կերակրենք, որտեւ ինքը ինքնուրույն չի կարող նստել, վեր կենալ, պարկած վիճակում, բուժուր երեխային ոնց էս մարացնում, այդպես կերակրում ենք ես եւ Լուսինեն Դավիթին։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը ձեր բողոքը ստացել էր, ընդունել էր, որևէ տեղեկատվություն կա այդ թեմայով։ Այո, Վերաքննիչ դատարանը բողոքը մեր ստացել է, մակագրվել էր, արդեն հայտնել ենք, որ դատավորին մակագրվել էր, այո։ Եվ երեք ստացանք նաև գլխավոր դատախազության դատախազությունում երբ որ ակցիա էր, հենց այդ ընթացքում պարզ դարձավ, որ դատախազությունից էլ ենք բողոք ստացել, դատախազությունն էլ նորից հատուկ վերանայման բողոք էր բերել, պահանջելով, որպեսզի Քամար Առաքելյանի դատարանը ընդամենը մեկ հիմքն էր արձանագրել խոչընդոտելու, որ մնացած երկու հիմքով էլ բողոքը բավարարվի ամեն դեպքում եւ Վերաքննիչ բողոքի հրապարակման օր նշանակվել է, որոշման հրապարակման օր նշանակվել է ամսի 17-ը։ Մեկ հավելում կարող եմ միայն անել, դա էլ քիչ առաջ, երևի 15 րոպե առաջ ստացանք պատասխանը, արդեն նշել ենք, որ առաջին օրը գլխավոր դատախազությունը, որ Դավիթի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, գլխավոր դատախազությունը միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցը փոխելու, մասնավորապես Վարդավանյան Արամն էր մեր գոլեգաներ ներկայացրել։ Գլխավոր դատախազությունից բողոքի քննարկումը ուղարկել էին կենտրոն եւ Նորդ Մարոշ վարչական շրջանների դատախազին, պարզվեց, որ վարչական շրջանների կենտրոնի դատախազությունը մերժել է մեր բողոքը, այսինքն գտել են, որ մեր հիմնավորումները երևի թե բավարար չի։ Այս պահին հիմնավորումներին մանրամասը ծանոթ չեմ, ընդամենը գրասենյակից տեղեկացրեցին, որ նման որոշում ենք ստացել։ Ճիշտ հասկացա, մերժել են կալանավորումը խափանման միջոց ընտրված, մերժել, չփոփոխել, թողնել նույնը։ Դա գլխավոր դատախազին ուղղված բողոքը, սա Վերաքննիչ Ատյանին չի վերաբերում։ Իսկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին եւս դիմել էր Դավիթի մայրը Տիկին Գայանեն, այդ մասով որևէ նորություն կա, քանի որ նշել էր, որ սահմանված կարգով քննության է առնվում այդ դիմումը։ Այն պաշտոնապես որևէ պատասխան դեռևս չենք ստացել։ Պաշտոնական պատասխան չենք ստացել նաև ՄԻՊ-ից, թեպետ ինձ ՄԻՊ-ի գրասենյակից զանգեցին եւ ասում են, թե ծնողներին ինչպես կարող են պաշտոնական նամակի պատասխանը ուղարկել։ Ես իմ էլեկտրոնային հասցեն եմ ուղարկել, քանի որ արդեն նշել եմ որպես ծնող, ես նույնպես ստորագրել էի որպես ծնող, բայց դա 3 օր առաջ է, գրեթե պատասխանը չեմ ստացել։ Կրթության, գիտության նախարարությունից նույնպես որևէ պատասխան չենք ստացել, այդ հարցը եւս մնացել է օդից կախված, սակայն ինչ-որ միջոցներ են փորձում ձեռնարկել Դավիթի կրթությունը ապահովելու համար, դրանց վերաբերյալ հետագայում ամեն դեպքում ավելի մանրամասը կներկայացնենք, որտեղ սպասում ենք փաստաթղթերի համապատասխան։ Այսինքն այս մի քանի օրերի ընթացքում բարձրաձայնված ահազանգերը գլխավոր դատախազության համար ըստ էության առ ոչինչ են, քանի որ իրենք էլ իրենց հերթին են բողոք ներկայացրել մյուս հիմքերը հաշվի առնելու համար։ Եվ դրանից հետո օրինակ ինչ է սպասվում Դավիթին։ Ավելի ծանրացնելու, փաստորեն այո, կարելի ասել, որ ընդհանրապես որևէ
ձևով ազդեցություն չի ունեցել, որևէ բողոք, որևէ հիմնավորում, իլերումն էլ է ներկայացվել, երբ որ բժշկական փաստաթղթերը ստացան, մեր կողմից ներկայացված որևէ փաստական հանգամանք նրանց կողմից չի ընդունվել, եթե ընդունվեր այլ պատասխան կլիներ։ Այո, եւ այդ բողոքից ավելի արդեն իսկ պարզ է եւ ակնհայտ է մեզ համար դառնում, որ նրանք ավելի ցանկանում են խստացնել։ Էլ ուր, իհարկե, չգիտեմ, բայց ամեն դեպքում արձանագրում ենք այդ հանգամանքը։